Դուք դիտում եք հեռանկարը։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել եւ իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք հենց Էդմոն Մարուքյանի հետ։ Պարոն Մարուքյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ընդհանուր առմամբ, ինչպես կգնահատեք նախ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, մասնավորեցնեմ, Սկզբում Բագրատ arczepiskopos Գալստանյանը ձերբակալվեց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, ինչին հետևեց նաև Միքայել Աջապահյանի ձերբակալությունը։ Ես ուզում եմ ասել, որ process-ները մի քիչ ավելի վաղ մեկնարկեցին բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմամբ եւ իշխանությունները հասկացան, որ դա շատ վատ արձագանք է գտել ժողովրդի մեջ, որովհետեւ ակնհայտ էր, որ զուտ կարճ մի հատ հարցազրույցի համար, որտեղ եկեղեցու մասին է խոսակցությունը գնում, հա, եկեղեցու շահերի պաշտպանության մարդուն կալանավորելը շատ վատ արձագանք էր գտել։ Անվտանգության մարմինները երկար ժամանակ տեսած ձայնագրություններ են միգուցե ունեն, բայց ձայնագրություններ ունեին կոնկրետ Բագրատ Սրբազանի հետ կապված այսպես կոչված այդ ահաբեկչության գործի վերաբերյալ, ինչու եմ ասում այսպես կոչված, որովհետև քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նրանք մեղավոր չեն ճանաչվել, ինձ համար ես չունեմ վստահություն բացարձակապես այդ process-ների վերաբերյալ, եւ կային այդ ձայնագրությունները։ Իշխանությունները սկզբից հրապարակեցին ինչ որ հեղաշրջման պլան, մի ձեռարներիք, այդ ինչ որ մեկը գրել է այդ պլանը, հայտարարությունը այդ պլանը, իր էությամբ, իր մանկամտությամբ, այսպես ասեմ, հա, իր տհասությամբ, այս պատկերացնենք կա նման պլան։ Այդ պլանը սկսեցին շահարկել մամուլում, որից հետո հաջորդ օրը սկսեցին ձերբակալությունները Բագրատ Սրբազանի եւ նրա ինչ որ թիմակիցների, համախոհների շրջանում։ Բայց այս ամեն ինչը արվեց, որ դաշտում մեդիա հոսքերը փոխեն եւ ցույց տան, որ երկրում պատրաստվում էր մի ահավոր բան, դրա հետ մեկտեղ նաև դեսպանատներն են դրսում գործանում, որ միջազգային գործընկերները Հայաստանի մտահոգություն հայտնեն եւ աջակցություն հայտնեն երկրի ղեկավարությանը, ինչպես տեսակ նախագահ Մակրոնի պարագայում, եւ մի ամբողջ մի փուչիկ է փչվում, որ իբր թե Հայաստանում մի մեծ process էր տեղի ունենալու, մի հեղաշրջման մեծ ծրագիր կար եւ այդ դրա շրջանակներում մենք անում ենք հետեւյալ քայլերը, դրա մեջ մտնում են մի շարք process-ներ, որոնք բոլորը քաղաքական հետապնդման բնույթ ունեն։ Բայց սրանցից ես պետք է առանձնացնեմ երկուսը։ Եթե Բագրատ Սրբազանի պարագայում նրանք պնդում են, որ իրենք ունեն ձայնագրություններ, ինչ որ չգիտեմ, զենքեր են գտնում, չգիտես դա զենքեր են, որսորդական զենքեր են, օրինական ձայնագրությունները հրապարակված են։ Հա, հրապարակված այդ բաները, բայց մենք չգիտենք փորձակնությունով դա իր ձայնագրությունն է թե ոչ, ասում են ինքը ընդունել է։ Ես չեմ ուզում մտնել քրեական գործի այդ նյութերի մեջ, բացարձակապես կլինի դատավճիռ, քննարկենք դատավճիռը։ Բայց եթե այդ պարագայում այդ ամեն ինչը իրենք ցտալի որ ունեն, Սամվել Կարապետյանի պարագայում եւ Միքայել Սրբազանի պարագայում բացարձակապես ոչ մի բան չունեն։ Ունեն հարցազրույցներ, որոնք հրապարակային են, հրապարակային օրը ցերեկով տրված հարցազրույցներ են, 100 հազարավոր մարդիկ են դիտել եւ բացարձակապես քրեական օրենսգրքի որևէ հատկանիշի հետ կապ չունեցող հարցազրույցներ են, որոնք քրեական օրենսգրքի շրջանակներում փորձում են տեղավորել եւ քաղաքական հետապնդում իրականացնել։ Այսինքն դուք համաձայն չեք, որ Աջապահյանը ռազմական հեղաշրջում անելու կոչ է հնչեցրել։ Բացարձակ։ Եթե ես համաձայն լինեմ նման կոչին, դուրս կգա, որ 21 թվականին, եթե չեմ սխալվում, այդ հարցազրույցը եղել է։ Հետո ըստ մեղադրանքի հետո վերահաստատել է։ Ինչն ավելի իրան հարցում են, ասում են դու 21 թվականին նման բան ես ասել, ասում եմ հա։ Եթե 21 թվականին այդ բանն ասել է, հեղաշրջում չի եղել, որևէ մեկը որևէ գործողություն չի արել, ոչ մի բան տեղի չի ունեցել։ 4 տարի անց մարդուն այդ հարցազրույցի հիման վրա կալանավորում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդին։ Հասկանում եք, ճչացող ապօրինությունն է տեղի ունենում եւ նաեւ տվյալ գործով կալանքը խափանման միջոց ընտրելու, ինչու եմ սա ասում, որովհետեւ եթե հարցազրույցի հիման վրա են կալանավորել, ինչպես իրենք են պնդում,
Միքայել Սրբազանին, նույնն էլ Սամվել Կարապետյանին հարցազրույցի հիման վրա, այդ մարդիկ ազատության մեջ մնալով չեն կարող ճնշեն որևէ վկայի, որովհետև վկա չկա գործով։ Կա հարցազրույց, որը ձայնագրված է, մարդը ընդունում է, որ իր հարցազրույցն է։ Այսինքն նրանց կալանքները ապօրինի են տոտալ, ծայրից ծայր, ապօրինի են։ Բայց ընդհանուր առմամբ դուք դատապարտում եք օրինակ ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելը, ահաբեկչությամբ երկրում իշխանափոխություն իրականացնելը։ Ես հատուկ ուղիղ եթերով հանդես եմ եկել այդ բոլոր դեպքերից հետո եւ ասել եմ, որ մենք սահմանադրական ճանապարհից դուրս որևէ ձևով Հայաստանում իշխանության ձևավորման process չենք պատկերացնում եւ դատապարտում ենք քաղաքականության մեջ բռնության ցանկացած դրսևորում։ Դա բոլորին է հայտնի իմ մոտեցումները։ Եվ փորձ է արվում հիմա նաև այդ ռոպագանդայի միջոցով նայեք հավ հիմա բաժանվում ենք սևերի եւ սպիտակների բոլոր նրանք ովքեր այս կողմում են իսկ բոլոր նրանք ովքեր կներեք վերջին 5 տարվա ընթացքում 5 անգամ հեղաշրջման փորձի գործեր են բացահայտել ուր են դատավճիռները Իշխանությունն ասում է ձայնագրությունը կա, որտեղ հստակ ասվում է գյուլելու մասին է խոսվում։ Շատ լավ թող քննեն, տեսնենք։ Հիմա դա Բագրատ Սրբազանի գործի մասին է, չէ՞։ Ես Բագրատ Սրբազանի գործի մասին որևէ բան չեմ խոսում։ Ես խոսել եմ Սամվել Կարապետյանի գործի մասին, որ տոտալ ապօրինությունը քաղաքական հետապնդում է, եւ խոսում եմ Միքայել Սրբազանի գործի մասին։ Իրենք ինչ են ուզում անեն։ Ուզում են Բագրատ Սրբազանի ձայնագրությունները գցեն Միքայել Սրբազանի գրպանը։ Կամ կապեն այդ հեղափոխության այդ խայտարակ այդ իբր թե այսպես հեղաշրջման ինչ այդ պլանը կապեն ասենք բանը գործարար մարդկանց հետ Սամվել Կարապետյանի կամ մյուսների։ Իսկ ինչու որոշեցիք վարչապետի թեկնածու այսպես առաջարկով հանդես գալ ոչ թե օրինակ Բագրատ arczepiskopos Գալստանյանին, ով տևական ժամանակ առաջնորդում էր Սրբազան շարժումը Տավուշից քայլերթով եկավ ըստ էության քաղաքական գործընթացներ էին ակտիվ տեղի ունենում, այլ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Նախ Բագրատ Սրբազանի հետ մենք ունենք ֆունդամենտալ տարաձայնություններ, ես որևէ կերպ չեմ կիսում իր գաղափարները։ Սկսեմ այդտեղից։ Երկրորդը այդ օրը այնիշ տեղի է ունեցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այդտեղ փողոցում եւ ժողովրդական աջակցությունը նաեւ սոցիալական ցանցերում ինձ բերել են համոզման որ Միքայել Սրբազանը կարող է լինել միասնական առաջադրվող իմպիչմենտի գործընթացում միասնական առաջադրվող տեխնացու, որը ժամանակավոր բնույթ է կրում եւ երկիրը գնում է ընտրությունների։ Դուք գիտեք հիմա ով էլ ընտրվի պարլամենտով վարչապետ։ 1 տարի էլ չի լինելու վարչապետ։ Այդ պաշտոնը 1 տարի էլ չի զբաղեցնելու։ Դա լինելու է կոնսոլիդացիոն ազգային համերաշխության մի process։ Եվ այդ իմ առաջարկը, որ ես արել եմ, ես չեմ սխալվել իմ առաջարկում, որովհետեւ նա դարձել է կոնսոլիդացիայի կենտրոն, որովհետեւ դաշտում գտնվող խորհրդարանական նկատի ունեմ, հա, առաջինը այն ուժերը, որոնք իրար հետ լեզու չեն գտնում երկար տարիներ եւ դուք տեսնում եք ինչ գզվրտոցա տեղի ունենում, այդ բոլոր ուժերը ասում են այո, մենք պատրաստ ենք տալ մեզ ստորագրությունները։ Հիմա կարևոր արձանագրում։ Միակ մարդը, ով 36 ստորագրության հնարավորություն ունի ունենալու, որպեսզի առաջադրվի վարչապետի տեխնացու, դա Միքայել Սրբազանն է։ Մենք արդյունքում այդ 1 օրվա կոնսոլիդացիայի հասել ենք այդ մակարդակին։ Հաջորդ քայլերից ես գիտեմ դուք հարցնելու եք։ Այո, ես պիտի հարցնեմ, հիմա չեք համարում, որ ըստ էության այս բան կարծես թե փակուղում է, որովհետև Միքայել arczepiskopos Աջապահյանը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում մտնել այդ գործընթացին։ Փակուղում չէ, ես չեմ կարծում, որ փակուղում է, որովհետև հոգևոր աշխարհի հիերարխիայում հարցեր կան, այդ հիերարխիայում սահմանափակումներ կան, ես հասկանում եմ Սրբազանին եւ ես չեմ կարծում, որ փակուղում է, օրը կգա, բարին հետը, process-ները կգնան կտեսնենք։ Այսինքն ես չեմ բացառում, որ ինչ որ պահի Միքայել Սրբազանը կտա իր համաձայնությունը։ Այ դուք ինչ այստեղ կարևոր արձանագրումը գիտեք որն է, որ նա արդեն ունի 36 ստորագրություն։ Հաջորդ փուլում իր համաձայնության հարցն է գալիս, որովհետև բարձր չէ որ մարդուն այդ պայն ձերբակալում են, մենք նրա այդ ժամանակ չունենք խոսելու, քննարկելու, հանդիպելու։ Բայց դեռ այդ 36 ստորագրությունը ոչինչ չի նշանակում վերջնարդյունքին հասնելու համար։ Այդ պետք է քաղաքացիական իշխող խմբակցությունից էլ միանան։ Այ բոլորը հենց դա են ասում են շատ լավ, եթե իմպիչմենտի գործընթաց եք սկսում։ Վստահ եք, որ քաղաքացիական պայմանագրից միանալու են, այսինքն։ Այո, վստահ եմ։ Կասկած չունեմ, որ միանալու են, զուտ պետք է process-ը մեկնարկի։ Հիմա ամեն դեպքում նրանք հայտարարում են, որ իրենցից ոչ մեկ չի միանալու։ Մենք տեսել ենք մի process, որ Նիկոլ Փաշինյանը առաջադրվում է վարչապետի տեխնացու եւ չի ընտրվում։ Էլի մարդիկ հայտարարում էին, որ չեն միանալու, չեն տալու իրանց ձայները, բացառում են, որ քվեարկեն նրանք։ Բայց նույնն են այն ժամանակվա եւ այս պահին տեղի ունեցող գործընթացներ, այն ժամանակ փողոցում
ինչ էր տեղի ունենում այսօր, ինչ է տեղի ունենում։ Գործընթացները նույնը չեն։ Դրանք շատ տարբեր են եւ կարծում եմ ամեն ժամանակ, հա, իր process-ը ունի եւ տեսեք հիմա այն ժամանակ ասում էին չենք տալու, հետո հանրապետականը հայտարարեց, որ իրենք բավարար թվով ձայներ կտան Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու համար։ Դուք բացառում եք, որ քաղաքացիական պայմանագիրը մի օր չի անելու նման հայտարարություն միասնական վարչապետի տեխնացուի համար։ Եթե մենք հասնենք իմպիչմենտի այդ մակարդակին, այսինքն խորհրդանում, ես չեմ բացառում, որովհետեւ ես տեսել եմ, որ դա տեղի է ունեցել։ Ես տեսել եմ այդ մարդկանց դեմքերը, ովքեր որևէ պարագայում չէին տալու ստորագրություններ Նիկոլ Փաշինյանին։ Ես այդ սաղ տեսել եմ։ Մարուկյան, դուք ինչ վստահությամբ Միքայել Աջապահյանի, arczepiskopos Աջապահյանի այդ հրաժարումից հետո ձեր Facebook-յան էջում ասացիք, որ այն արդյունք ունենալու է։ Այսպիսի գրառում է կարել, անգամ այդ հրաժարվելուց հետո, այդ վստահության հիմքը որն է։ Բանակցություններ կան եւ այլն։ Ես ձեր եթերում հիմա դրա մասին եմ խոսում։ Նախ մենք արձանագրում ենք արդյունք։ Արդյունքը հետեւյալն է. կա մեկ տեխնացուի օգտին հավաքված 36 ստորագրություն։ Այլևս սա իրողությունը, սա փաստ է։ Սա առաջին կարևոր եւ կա տեխնացու հրաժարվում է։ Եվ կա տեխնացու, որ կալանավորված է եւ հրաժարվել է կալանքի վայրից։ Կալանքի վայրից հրաժարվել է։ Երբ որ նա դեռ ազատության մեջ էր, լրագրողները նրան մոտեցել, նա չի հրաժարվել։ Նա կալանքի վայրից հրաժարվել է, կան որոշակի իրողություններ։ Հիմա այդ իրողությունները կտեսնենք ինչ ձևաչափերով, ինչ ֆորմատներով այդ արգելքները կվերանայվեն, ինչու եմ սա ասում, ես արդեն ասացի։ Վերջին հաշվով Միքայել Սրբազանը Մայրաթորի միաբաններից մեկն է։ Նա arczepiskopos է, Շիրակի թեմի առաջնորդն է։ Եվ նա ունի որոշակի հիերարխիա, որի շրջանակներում նա պահպանում է ցանկացած իմաստով, հա, ինչ էլ որ լինի։ Նա պահպանում է այդ կանոնները։ Պարոն Մարուկյան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ անդրադառնալով այս գործընթացներին ասում են մենք անլուրջ ենք վերաբերվում, որովհետև ընդդիմությունը չի կողմնորոշվում ի վերջո ով է իր վարչապետի տեխնացուն։ Պատիվ ունեմ Դավիթ Համբարձումյանին է առաջադրում, այնուհետև ազգային ժողովի երկու անկախ падգամավորներ Էդմոն Մարուկյանին են առաջադրում, այնուհետև Էդմոն Մարուկյանին առաջադրում, հետո են Դավիթ Համբարձումյանին։ Համբարձա տեղերով գուցե ժամանակագրորեն, բայց ընդհանուր առմամբ այո, եւ հետո էլ Էդմոն Մարուկյանն էլ ասում է եկեք առաջադրենք Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Ես ցույց եմ տալիս, օրեն կարգավիճակը, որը ինձ տրվել են падգամավորները, ես դրանից կարճած չեմ։ Ես ցույց եմ տալիս, որ ինձ համար կարևորը փոփոխություններն են Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելուն միտված։ Այսինքն ես ցույց եմ տալիս, որ ով որ ունի ավելի շատ աջակցություն, ուրեմն պետք է կանգնել այդ մարդու կողքին։ Այսինքն սա սեփական ամբիցիաների ինչ որ բան չի։ Ես ուզում եմ մի շտկում էլ անել։ Միքայել Սրբազանը միացյալ ընդդիմության տեխնացուն չի լինելու։ Նա լինելու է, եթե լինի, այդ իր համաձայնությունը տա, նա լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի այն հատվածի, ովքեր աջակցում են այդ process-ին տեխնացուն։ Ընդդիմադիր ուժերը, ովքեր ունեն ստորագրություններ, նրանք ստորագրությունները դնողներն են, տեխնիկական իմաստով։ Պետք չի որևէ մեկին կապել գործող նախկին ներկա ընդդիմադիր իշխանական ուժերի հետ։ Բացարձակապես ուղղակի process-ի համար անհրաժեշտ են 36 ստորագրությունները, այդքան մի բան։ Այն ԿՊ падգամավորներ, ովքեր քվեարկելու են, նրանք էլ անհրաժեշտ են որ քվեարկեն։ Բայց նրանք ոչ են դառնում Միքայել Սրբազանի ջատագովները։ Հիմա դուք մտածում եք այն падգամավորները, որ հանրապետականից էին, ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, նրանք Նիկոլ Փաշինյանական են դարձել։ Ոչ։ Տեխնիկական process-ն է այդպեսին։ Դա տեխնիկան է, որը սահմանադրական process-ի տարին եւ ոգուն համահունչ պետք է լինի եւ այդպես էլ կլինի։ Ամփոփելով մեր զրույցը գնանք այս ամենի ամենասկզբին։ Այո։ Իշխանություն, կաթողիկոս, ըստ էության այդ գուցե այսպես ասենք բանավեճից սկսվեց այս ամեն ինչը։ Իշխանությունն ասում է խախտվել է կուսակրոնության ուխտը, հետևաբար պետք է կաթողիկոսն այլևս չլինի Գարեգին բն։ Դուք ինչ տեսակետ ունեք, եթե խախտվել է կուսակրոնության ուխտը, Գարեգին բն պետք է շարունակի լինել կաթողիկոսը թե ոչ։ Եվ այս գործընթացի արդեն ձեր գնահատականը ո՞ր։ Ես ունեցել եմ հնարավորություն իմ գնահատականը տալու, ես կարծում եմ, որ իշխանությունը բարքերի ոստիկանություն լինելու։ Ոնց Նիկոլ Փաշինյանը բարքերի ոստիկանապետը չի ինքը երկրում, թե ով ինչ կուսակրոնության եւ ով ինչ հավատարմության ուխտ է դրժում, դա իր խնդրեմը չի, ինքը ունի սահմանադրական լիազորություններ, որի մեջ դա չի մտնում, եւ այն ինչ որ ինքը անում է, ինքը միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերին, որը սահմանադրական կարգավիճակ ունի, ինքն իր լիազորությունները չհաշահում է, սահմանն անցնում է իր լիազորությունները, որի համար նա պատասխան է տալու։ Հիմա անդրադառնամ Էջմիածնին եւ կաթողիկոսին։
Ես չգիտեմ կաթողիկոսը ինչ նորմեր է խախտել։ Անկեղծ եմ ձեզ ասում, չգիտեմ եւ իմանալու հնարավորություն էլ չունեմ։ Եվ երրորդը, չեմ էլ փորձելու իմանամ, որովհետեւ դա իմ աշխարհը չի։ Դա իմ հետ կապ չունի։ Ես ճանաչում եմ ցանկացած մի մարդու վեհապար հայրապետ կաթողիկոս, որպես առաքելական Սուրբ Եկեղեցու կնքված անդամ հետևորդ, ով որ համապատասխան ընտրական process-ով ընտրվել է կաթողիկոսի պաշտոնում եւ օծվել է որպես կաթողիկոս։ Սա է կանոնը։ Ընտրվել է, օծվել է։ Ես այդ մարդուն սիրում եմ, չեմ սիրում, հարգում եմ, չեմ հարգում, դա ֆիզիկական անձ չի, դա մարդ չի ուղղակի, որպես այդպեսին։ Իսկ առաջին հերթին մարդ է, բայց իմ այդ որպես որ ես դիտարկեմ, հա, կամ ցանկացած քաղաքացի։ Մենք չենք նայում նրա մարդեղենությունը։ Մենք նայում ենք, որ նա ներ եկեղեցու կանոնակարգով ընտրված վեհապար հայրապետն է, որ օծվել է որպես վեհապար հայրապետ։ Ես չեմ կարող Մյուրոնի դեմ գնալ։ Սրբապղծությունը հենց Մյուրոնի դեմ գնալն է։ Հասկանում եք։ Իսկ եթե ցանկացած մեկը, որ Մյուրոնով օծված իր կարգավիճակից դուրս գործողություններ է արել, նա դատավորն Աստված է, ես ինչ գործ ունեմ, ես ով եմ։ Վարչապետն ով է։ Ցանկացած աշխարհիկ իշխանավոր, ընդդիմադիր իշխանական, ովքեր են որ դատեն։ Ավելին ձեզ ասեմ, 2 օր առաջ հայտարարություն է արել վարչապետը, որ ինքը հոգևորականների վերաբերյալ տեղեկություններն իմացել է, որովհետև Բագրատ Սրբազանի նկատմամբ կար հարուցված ինչ-որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, եւ դա իրան զեկուցում։ Ես ուզում եմ ձեր եթերում էլ օգտվելով առիթից իմ Telegram-յան ալիքում խոսել եմ այս մասին։ Օգտվելով առիթից ասեմ, որ նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութերը, պետք է ասենք ձեր նկատմամբ կա քրեական հետապնդում։ Ձեզ արտաքին եւ ներքին դիտում են անում եւ ձայնագրում են ձեր հեռախոսը եւ ձեր բոլոր խոսակցությունները։ Դրանք չեն կարող հայտնվել վարչապետի մոտ որևէ կոնֆիգուրացիայով։ Ասում եմ, ԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է, այսինքն ինքն է։ Հասկացանք։ Հիմա ԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է։ Բոլոր քրեական գործերը զեկուցում են վարչապետին։ Չի կարող նման բան լինել։ Դա նախաքննության գաղտնիք է։ Ավելին ձեզ ասեմ, պատկերացնենք լավ այդ գաղտնիքը տարել տվել են վարչապետին։ Մեր ժամանակ իր ավարտին է մոտենում ամփոփ։ Նա իրավունք չունի այդ գաղտնիքը օգտագործել իր քաղաքական նպատակներով։ Իսկ ո՞րն է նրա քաղաքական նպատակը։ Հայ առաքելական եկեղեցուն ծնկի բերելը։ Ինչի համար, որովհետև դա մի համահայկական ինստիտուտ է, որը խոսում է համահայկական խնդիրներից։ Եվ կապ չունի այն մեջ միացնում է, թե ասենք այլ երկրում է։ Այդ ինստիտուտը անբեկանելի է, անփլուզելի է, անհնար է դրա վրա ազդել։ Եվ մենք տեսնում ենք, որ դա համընկնում է նաև Ալաշուքյուր Փաշազադեի ելույթների հետ։ Հիմա մենք կասկած ունենանք, որ Ալաշուքյուր Փաշազադեն էլա, ասենք, բան համահունչ բանը, այտենց զուգահեռաբար էս process-ը գնում, հա, ո՞նց հասկանաս։ Դե շատ կարելի է ծայրահեղականացնել ըստ Ես չեմ ծայրահեղականացնում, բայց վեհապարի ելույթը Շվեյցարիայում եւ վարչապետի ճուլանացման ելույթը համընկել է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էր։